Գյումրիի ավականու արտահերտ ընտրության առանձնահատկությունների, արձանագրված խախտումների ու խնդիրների մասին խոսելու եմ Հայաքվե նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանի հետ։ Բարի երեկո, պարոն Չալաբյան։ Արդյոք ընդհանուր առմամբ ինչպես կգնահատեք նախ Գյումրիի ավականու արտահերտ ընտրության ընթացքը, արդյոք այն համապատասխան է ժողովրդավարական գործընթացների նվազագույն չափանիշներին։ Դե ընտրությունից արդեն ավելի քան 2 շաբաթ անցել, մենք անցած շաբաթ կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացրեցինք մեր զեկույցը եւ ձեր հարցին պատասխանելու համար պետք է հասկանալ նվազագույն չափանիշը որտեղով է անցնում։ Մեր տեսանկյունից Գյումրիի ընտրությունը չի կարելի միաժամանակ ազատ համարել, որովհետեւ մենք ակնատես ենք եղել ընտրողների կամքի նկատմամբ բավական ընդգծված ներգործության, որը որոշակի իրավիճակներում ընդգծված անցնում էր կարմիր գիծը, օրինակ բաց քվեարկություններ բազմիցս ենք արձանագրել եւ մեր էջի վրա բաց քվեարկություն բազմաթիվ դեպքեր տեսանկարված եւ տեղադրված են եւ հիշեցնում ձեզ, որ բաց քվեարկությունը արգելված օրենքով եւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածով նաեւ դրա համար քրեական պատասխանատվություն է նախատեսվում։ Երկրորդը մենք ականատես ենք եղել իրավիճակի, երբ որ օրինակ մարտի 28-ին, երբ որ ավարտական կամ ամփոփիչ հանրահավաքներ իշխանության տեխնացուի Գյումրիում բազմաթիվ մարդիկ կոլեկտիվներով տրանսպորտով բերվել էին իրանց հիմնարկներից, նույնիսկ Գյումրիից դուրս գտնվող բնակավայրերից, թե իրանք նույնիսկ ընտրություններին չէին մասնակցելու եւ դա եւս ամենայն հավանականությամբ ընտրողների կամքի նկատմամբ որոշակի ներգործության արդյունք է, չեմ ուզում ասեմ, որ դա հենց հարկադրանք է եղել։ Ասենք պատկերացրեք պետական հիմնարկ կա, տնօրենը գալիս ասում է այսօր պետք է գնանք հանրահավաքի։ Եվ մարդիկ ասում են դե լավ, գնացինք հանրահավաքի, որովհետեւ հասկանում են, որ տնօրենին երևի հակաճառել պետք չի։ Իսկ տնօրենը չի իրանց ոնց որ անմիջապես սպառնում կամ պարտադրում, բայց այդ գիծը որտեղով է անցնում շատ բարդ է ասել, մեր օրենսդրությունն էլ դա մինչև վերջ չի կարգավորում։ Հիշեցնում ձեզ, որ 2021 թվականին հենց այդպիսի իրավիճակի համար պարոն Չարչյանի դեմ քրեական գործ հարուցվեց եւ ի վերջո ինքը, եթե հիշում եք, հրաժարվեց մանդատից, բայց տվյալ դեպքում հələ որ ոչ մի քրեական գործ չենք տեսել մենք։ Ոստի եւ ավելին ձեզ ասեմ, երրորդ փաստը ձեզ նշեմ, մենք բազմիցս ենք ակնատես եղել եւ արձանագրել ենք նաեւ որպես դիտորդներ, որ ընտրության օրը ընտրական տեղամասերում ներկա էին իշխող ուժի վստահված անձիկ, որոնք ունեին ցուցակներ ընտրողների, որով հատուկ նշումներ էին կատարում, երբ որ ընտրողները գալիս էին քվեարկում էին։ Եվ դա ոչ թե բոլոր ընտրողներինն էր, այլ կոնկրետ այն ընտրողներին, որոնք իրենք ակնկալիք ունեին, որ ընտրելու են իրանց համար։ Եվ գիտեին ով է գալու իրանց համար ընտրելու, որը ըստ էության եւս բաց քվեարկություն է փաստացի։ Մենք որոշ դեպքերում պահանջել ենք, որ դա դադարացնեն, որոշ դեպքերում պահանջել ենք, որ ցուցակները բանանեն, վերացնեն եւ այլն։ Այդ ամեն ինչը մեզ հիմք է տալի ենթադրելը, որ իրականում մենք չենք ունեցել իրապես ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող ընտրություններ եւ իշխանության կողմից եղել է որոշակի, նորից եմ ասում, ոչ ժողովրդավարական, ոչ օրինական ներգործություն ընտրողների կամքի վրա։ Դրա մյուս արտահայտությունը նաեւ նրանում է, որ եթե նախորդ ընտրությունների ժամանակ քաղաքացիական պայմանագիրը Գյումրիում ստացել է 7600 կարծում ձայն, այս անգամ ստացել է 17000 ձայն, որը հսկայական տարբերություն է եւ այդ տարբերությունը շատ դժվար է բացատրել որևէ այլ գործոնով բացի ադմինիստրատիվ վարչական ռեսուրսի կիրառումից։ Ինչ առանձնահատկություններ ուներ այս ընտրությունը, որը Հայաքվեն դիտարկել է։ Դե մի առանձնահատկություն է արդեն ասացի, վարչական ռեսուրսի մասսայական կիրառումը։ Մյուս առանձնահատկությունը, որը մենք տեսել ենք, նաև այն էր, որ ընտրությունները ի սկզբանե քաղաքականացված էին եւ բարձր ակտիվության պայմաններում էին տեղի ունենում։ Դա օրինակ էապես տարբերվում էր 2 տարի առաջ Երևանի ավականու ընտրություններից, որոնք ընդհանրապես շատ պասիվ էին, քաղաքական ուժերի ցածր մասնակցություններ, ընտրողների ցածր մասնակցություններ եւ այլն։ Գյումրիում ընտրություններին 47000-ից ավել ընտրող մասնակցել 2025 թվականի մարտի ընտրություններին, այն դեպքում որ նախորդ 2021 թվականի ընտրություններին մասնակցել 26500 ընտրող։ Իսկ 80%-ով ավելացել է ընտրողների թիվը մի քաղաքում, որում այդ ընթացքում բնակչությունը նույնիսկ չի ավելացել, ավելին կարելի է ենթադրել, որ արտագաղթի պայմաններում պակասել է։ Այդ կարգի հետաքրքրություն կար ընտրությունների նկատմամբ, մրցակցությունը շատ ուժեղ էր եւ մյուս առանձնահատկությունը, որ մենք տեսել ենք այստեղ, իհարկե բացի ադմինիստրատիվ ռեսուրսի կիրառումից եւ ընտրական մրցակցությունից, իհարկե նաեւ ֆինանսական հսկայական ռեսուրսներ են օգտագործվել,
Գյումրի ընտրություններից առաջ քարոզարշավի ամբողջ փուլը, որ այդքան երկար չէր, 2 շաբաթ ընդամենը տևում, բայց մենք տեսնում ենք, որ բոլոր կողմերը բավական մեծ քանակությամբ ռեսուրսներ են ծախսում, բայց առավել հսկայական ռեսուրսներ իհարկե իշխանության տեխնացուներ ծախսում Գյումրիի ամեն քայլափոխում գտնվում էին նրա պաստառները, ներառյալ այնպիսի վայրերում, որ այդ պաստառները չէր կարելի փակցնել, օրինակ ենթադրենք ընտրատարածքային հանձնաժողովի անմիջական հարևանությամբ, այդտեղ սահմանափակում կա 50 մետր հեռավորության, ընտրատարածքներից եւս 50 մետրի սահմանափակում կա, բազմաթիվ պաստառներ փակցրած են ընտրատարածքների մոտ, նույնիսկ ընտրական շտաբեր էին գործում այդ 50 մետրանոց շարավից ներս եւ այլն։ Այսինքն կար հսկայական այսպես ասած կոնցենտրացիա ռեսուրսի, որպեսզի այս ընտրություններում իրանք կարողանան հաղթանակ արձանագրեն, ինչը սակայն տեղի չունեցավ։ Գյումրիում տեղի ունեցած ընտրախախտումները հավանական է, որ դրա կրկնության ականատեսը լինենք 2026-ի խորհրդարանի ընտրությանն արդեն։ Իհարկե հավանական է, եթե մենք դրա դեմ հակաթույնը չգտնենք, հակաթույնը մի քանի կարգի կարող է լինել, նախ օրենսդրական փոփոխություններ կարող են լինել եւ խստացվեն մի շարք խախտումների համար պատասխանատվությունը։ Օրինակ կուտակումների համար պատասխանատվությունը։ Մենք ակնատես ենք եղել բազմաթիվ ընտրատարածքների առողջ կուտակումների, մանավանդ այնտեղ, որտեղ իշխանական տեխնացուն համատաբար միջինից բարձր արդյունք արձանագրել, ես օրինակ գրել եմ նրա մասին, որ 31-70 ընտրատարածքում իշխանական տեխնացուն ստացել 68% ձայն, այն դեպքում, երբ որ Գյումրիի միջինը 36% է իշխանական տեխնացուի։ Բայց այդ տեղամասում անընդհատ կուտակումներ էին առաջանում, անընդհատ։ Մենք հորդորում ենք ոստիկաններին, որ այդ կուտակումները ցրեն, որովհետև դա իրենց պարտականությունն է, դա ընտրական օրենսգրքով է նախատեսված, եթե չեմ սխալվում 22 հոդվածով է այդ պարտականությունը նախատեսած, բայց խնդիրը գիտեք, որ այդ պարտականությունը չի կատարում ոստիկանը, դրա համար պատիժ չկա նախատեսած ոչ ոստիկանի համար, ոչ էլ այդ կուտակվողների համար, չկա ոչ մի պատիժ, այսինքն ոստիկանն ասում է, ինքը գնում է ձևի համար մարդկանց հորդորում են, նրանք ծրվում են, հետո այդ մարդիկ էլի հավաքվում են եւ այլն։ Իսկ կոնկրետ պատիժ է պետք նախատեսել դրա համար, կոնկրետ պատասխանատվություն, որպեսզի ընտրողների նկատմամբ այդպիսի ներգործություն տեղի չունենա։ Կամ բազմաթիվ են եղել դեպքեր, երբ որ ընտրական հանձնաժողովի նախագահները ըստ էության միջամտել են քվեարկության ընթացքին։ Իրանք հաճախ ենթադրենք պատճառը բերում են, որ դե ընտրողը խնդրել է, որ օգնենք, բան եւ այլն, ընտրողը չէր կողմնորոշվում, բայց իրականությունն այն է, որ այո, մի խնդիր է նա, որ հիմա ընտրելու ընթացակարգը բավական խրթին է, շատ ընտրողներ, որոնք նախկին ընտրություններին չեն մասնակցել վերջին մի քանի տարի, իրենք չգիտեն, որ իրական ոչ թե մի քվեաթերթիկ է, որովհետև պետք է նշում կատարել, այլ մի քանի քվեաթերթիկ է, որոնց վրա ընդհանրակարգը չի կարելի նշում կատարել եւ այլ, այսինքն այդ տարբերությունը չգիտեն։ Ընտրողներին պետք է ուսուցանել մի կողմից, որպեսզի իրանք հասկանան այդ տարբերությունը, որպեսզի օրինակ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստեղ մեծ անելիք ունի, հոլովակներ պետք է նկարել, ցույց տալ անդադ եւ այլն, բայց բացի դրանից պետք է պատիժը խստացնել ընտրական հանձնաժողովի անդամների այդ միջամտությունների համար, հա։ Հիմա բայց մյուս կողմից նաեւ նշեմ հետեւյալը, որ օրինակ մեր դիտորդական առաքելությունը մեր տեսանկյունից, բայց եւ ոչ մեր տեսանկյունից, բոլոր մասնակիցների տեսանկյունից բավական լուրջ զսպող ազդեցություն է ունեցել, որովհետեւ երբ որ կա երկու զույգ, իսկ առավել եւս ավել քանակությամբ հետևող աչքեր, որոնք իրավագրագետ են, որոնք հասկանում են, թե օրենքը ինչպես է գրված, ինչն է թույլատրվել, ինչը անթույլատրելի, որոնք անընդհատ հսկողություն են իրականացնում, տեսանկարում են իրականացնում, արձանագրություններ են կատարում եւ այլն, այդ ամեն ինչը բերում է նրան, որ ընտրախախտումների հավանականությունը բնականաբար էապես նվազում է, բայց բոլոր դեպքերում չի բացառվում։ Ոստի մի գործոնն է, որ օրենսդրության մեջ տեղ ունենան համապատասխան փոփոխություններ, մյուս գործոնն է, որ քաղաքացիական հասարակության կողմից վերահսկությունը իհարկե խստացվի։ Նշեցիք, որ մշակվեն նոր նախագծեր, հենց դա էր իմ հաջորդ հարցը։ Հնարավոր է որևէ նախագիծ մշակել, օրենսդրական նախագիծ դա կլինի թե այլ, որը որոշ չափով կնվազեցնի այս խախտումներն ու ընդհանուր առմամբ կվերահսկի ընտրական process-ը։ Ներողություն հաշվի առնելով, որ այստեղ Երևանում մի փոքր սա համապետական ընտրություն է արդեն 2026-ին։ Գիտեք, օրենսդրական նախագծերի մշակման խնդիրը հիմնականում գտնում ազգային ժողովի դաշտում, իհարկե մենք կարող ենք քաղաքացիական նախաձեռնությամբ դա անել, բայց դա բավական ծանր գործընթաց է, մենք մի անգամ այդ գործընթացով իջնում ենք 2023 թվականին անցել ենք, կարծում եմ, որ մենք կփորձենք փոփոխությունների որոշակի տրամաբանություն շարադրել եւ դիմել ազգային ժողովի բոլոր խմբակցություններին, իհարկե իշխանական խմբակցության վրա հույս ունենք, որովհետեւ փորձը ցույց է տալիս, որ նրանց կողմից իրականացվողները ընդհակառակ ուղղությամբ են տանում։ Բայց բոլոր դեպքերում կփորձենք դա անել, որպեսզի օրենսդրության մակարդակով հնարավորին չափով կարողանանք ավելի թափանցիկ դարձնենք ընտրությունների գործընթացը։ Ես նաեւ հավելեմ հետեւյալը։
Հայաստանում չասեմ գերիշխող, բայց բավական տարածված են մտայնությունը, որ ընտրությունների միջոցով հնարավոր չէ իշխանությունը փոխել։ Եվ շատերն են դրա մասին խոսում, հիմնավորումներ են բերում եւ այլն։ Եվ Գյումրիում եւ Փարաքարում տեղի ունեցած ընտրությունները ցույց տվեցին, որ համենայն դեպս հնարավոր է ընտրությունների որակյալ վերահսկողության եւ նորմալ քարոզարշավի պայմաններում ստանալ մրցակցային արդյունք։ Ես չեմ ասում, թե ինչա տեղի ունենալու հետո շատ բան կարող է տեղի ունենալ, իշխանությունը կարող է փորձի Վանաձորի սցենարը տեղափոխել Գյումրիի վրա, քաղաքապետին ձերբակալել եւ այլն, ինչ ասած կարա տեղի ունենա, այսօր դեպ գիտեք որ քաղաքապետ ընտրվեց Գյումրիում, շատ բան կարող է տեղի ունենալ, բայց խնդիրը նրանում է, որ այդ ամենը կարող է տեղի ունենալ թիմ մակարդակով։ Համապետական ընտրությունների մակարդակով, եթե դուք ընտրությունները հաղթեք, եթե դուք ընտրությունները հաղթեք, դրանից հետո արդեն որևէ իրավական գործընթաց տեղի չունենալու նախկին իշխանության կողմից, որովհետև նա իշխանազրկվել է։ Ուստի շատ կարևոր է, որ բոլորը տրամադրվեն նրան, որ համապետական ընտրություններով կարելի է իշխանություն փոխել, կարելի է դրա հնարավոր է Գյումրին եւ դրա Եվ Գյումրի եւ Փարաքարը դրա օրինակը ցույց տվեցին։ Ինչպես կգնահատեք Գյումրիի ընտրողների քաղաքական ու քաղաքացիական ակտիվությունը, խոսեցինք դրա մասին եւ Հայ-Ակվեն արդյոք ծրագրում է կրթական կամ իրազեկման ծրագրեր ապագայում։ Նախ ասեմ, որ այն որ մենք կարողացանք Գյումրիում մասնակցել դիտորդական առաքելությամբ եւ տարածորեն համարյա բոլոր ընտրատարածքներում 80 տեղամասերում ունեն երկուական դիտորդ, զգալի չափով դրան նախորդած կրթական եւ իրազեկման ծրագրերի արդյունքեր մեր դիտորդների մոտավորապես կեսը հավաքագրվել էր հենց Գյումրիում։ Մյուս կեսը հանրապետության այլ վայրերից են եկել, ընդհանուր ոչ միայն Երևանից, այլև այլ քաղաքներից են եկել եւ դա նաեւ եւս մեր կատարած աշխատանքի արդյունք էր, որի շնորհիվ մենք կարողացել ենք դիտորդական բավական մեծ բանակ հավաքագրել, որը տվյալ ընտրություններում իր դերը կատարեց։ Բնականաբար այդ աշխատանքը շարունակելու ենք։ Պետք է հիշել, որ Գյումրիում կար 82 ընտրատեղամաս, իսկ հանրապետական մասշտաբով կա 2000 ընտրատեղամաս, խնդիրը իհարկե շատ ավելի բարդ է, իրականում մոտավորապես 25 անգամ ավելի մեծ դիտորդական ուժ է պետք, որպեսզի մենք կարողանանք այդ վերահսկողությունը իրականացնել, եթե ոչ 25, ապա գոնե 15-ից 20 անգամ։ Հիմա մենք այդ գործընթացի մեջ ենք, առիթից նաև օգտվեմ, որ մեզ դիտում են ձեր հանդիսատեսները, կոչ անեմ ակտիվորեն ցուցակագրվեք, մենք հայտարարությունները պարբերաբար տարածում ենք դիտորդական վարժանքների եւ կրթական ծրագրերի, ակտիվորեն ցուցակագրվեք, եկեք, կրթվեք, ստացեք համապատասխան որակավորում, որը ձեզ հնարավորություն կտա ընտրություններին անմիջականորեն մասնակցել որպես դիտորդներ կամ որպես վստահված անձիկ եւ ձեր անմիջական մասնակցությամբ ապահովել ընտրությունների օրինականությունը։ Ի վերջո մենք պետք է գիտակցենք, որ ցանկացած ժողովրդավարական հասարակություն կայացել է որպես ժողովրդավարական, որովհետեւ առանձին վերսած քաղաքացին անհատը իր վրա համապատասխան պատասխանատվություն է ստանձնել, հանձնառություն է վերցրել օրենքը պաշտպանելու։ Ցանկացած հասարակություն իսկ ամենաժողովրդավարականը, եթե քաղաքացին հրաժարվի այդ հանձնառությունից, նա աշճանաբար հետ կգլարվի, նորից կդառնա բռնապետական։ Մենք բոլորս, մենք քաղաքացիներս պարտականություն ունենք մեր երկիրը ավելի ժողովրդավարական դարձնելու, իսկ դա անմիջական մասնակցության միջոցով է։ Պարոն Չալաբյան, ինչ եք կարծում, ընդդիմության հաղթանակը Գյումրիում հնարավոր է դիտարկել որպես քաղաքական շրջադարձ, ինչ խորքային շարժեր եք տեսնում այս արդյունքի հետևում։ Գիտեք, դա հետաքրքիր հարց է, մի կողմից եւ միաժամանակ պատասխան չունի։ Մի կողմից շատ դրական է, որ ընդդիմությունը, թե ընդդիմության տարբեր թևեր են մասնակցում այդ ընտրություններում եւ մեղմ ասած իրանց մեջ էլ որոշակի խնդիրներ կար, հարց չէր իրանց հարաբերությունների եւ այլն, այնուամենայնիվ մենք տեսանք, որ իրենք կարողացան մոբիլիզացվել այսօր ներկայանալ ավականու առաջին նիստին եւ միասնական ձայնով, միասնական քվեով ընտրել ընդդիմադիր քաղաքապետ։ Դա շատ կարևոր է, իսկապես շատ կարևոր է, շատ արժեքավոր է նաեւ այն իմաստով, որ հաճախ պնդում են, որ տեսեք, ընդդիմությունը չի կարողանում միավորվի, չի կարողանում իշխանության դեմ հանդես գալ միասնական ճակատով, մատեւալ դեպքում միավորվեցին եւ հանդես եկան։ Հիմա դա առաջի քայլն է։ Դա առաջի քայլն է, շատ կարևոր է, որ ընդդիմությունը շարունակի մնալ այդ նույն ծիրում, այսինքն օրինակ, քաղաքապետը, որ այսօր ընտրվել է, պարտավորություններ է իր վրա վերցրել որոշակի, հա, աշխատել թափանցիկ, աշխատել ներառական, բացառել կոռուպցիան եւ այլն։ Մեր ակնկալիքն է, որ նա իր խոստումները պետք է կատարի։ Եվ իդեպ ես ասեմ, ամբողջ Հայաստանն է ինչ-որ իմաստով հիմա շատ ուշադիր հետևելու
Գյումրիի քաղաքապետին, թե ինչ չափով է նա կատարում իր ընտրությունները, թե ինչ չափով է նա կարողանում այս գործող պետական իշխանության պայմաններում, կենտրոնական իշխանության պայմաններում արդյունավետորեն իրականացնել իր նախընտրական ծրագրերը, բնականաբար իրան խանգարել են որևէ կասկած չկա, ինքը պետք է ցույց տա, որ կարողանում է արդյունավետ աշխատել, իսկ այդ արդյունավետության մասը նորից եմ կրկնում, ներառականությունը, գործունեության թափանցիկությունը, արդյունավետությունը, նորարարությունը եւ այլն։ Այդ ամեն ինչը ինքը պետք է կարողանա ցույց տալ, Իրանի սպասելիքները շատ մեծ են։ Մյուս ընդդիմադիր խմբակցություններից, մյուս 3-ից կարևոր սպասելիք կա, որ նրանք են մնալու համագործակցային դաշտում, որ նրանք կարողանալու են խնդիրները հաղթահարել ինչ որ իմաստով կառուցողական միջավայրում կարողանալու են ընտրված քաղաքապետի եւ նրա խմբակցության հետ կարևոր խնդիրների շուրջը ելի գալ համաձայնության, ինչպես եկան ընտրության շուրջը։ Հիմա եթե այդ ամեն ինչը նրանք կարողանան անել, կարելի է համարել գոնե առաջիկա ենթադրենք կես տարվա ընթացքում կարելի է համարել, որ այո շրջադարձ տեղ ունեցավ։ Բայց հիմա ես չէի շտապի այն իմաստով, որ շրջադարձը կարող է ոնց որ տեղի ունենալ, հենց էլ հետ շրջվի։ Հասկանում եք, հələ շատ փխրուն է, եկեք մի քիչ զգուշ լինեք այդ իմաստով։ Իսկ կարող է այս ընտրությունը դիտարկվել որպես ապագա համապետական ընտրությունների նախերգանք, եթե այո, ինչ է այն հուշում ընդդիմադիր դաշտին։ Այո, կարող է դիտարկվել։ Նա հուշում է մի քանի բան։ Նախ նա հուշում է մի կողմից, որ գործող իշխանությունը ատամներով փորձել է իր իշխանությունը պահել։ Եվ դա նախերգանք էր նաև նրանց համար Գյումրիում, մենք տեսել ենք Գյումրիում ինչ հսկայական ռեսուրսներ են նրանք կենտրոնացել, մենք տեսել ենք Գյումրիում ինչպես են հատել կարմիր գծերը, ինչպես են ըստ էության շրջանցել ժողովրդավարությունը եւ իրանց իսկ տված խոստումները ժողովրդավարական ընտրություններ Հայաստանում մշտապես ապահովելու, ուստի համոզված եմ, որ սեփական իշխանության համար այո իրան գնալու են նույն կամ նույնիսկ էլ ավելի մեծ խախտումների, թե փորձելու են դրանք քողարկել։ Այսինքն մի մասով այո։ Երկրորդը նախերգանք է նաև անդիմադիր տարբեր թևերի համագործակցության տեսանկյունից, ես կարծում եմ, որ ընդդիմությունը ճիշտ ճանապարհով գնաց։ Այն իմաստով, որ նա չփորձեց միավորվել մինչև ընտրությունները, որովհետև այդ դեպքում նա չէր հաղթի։ Բայց ընտրություններից հետո կարողացավ պայմանավորվել եւ ես կարծում եմ որ ապագայում էլ պետք գնալ նույն ճանապարհով պետք չի փորձել արհեստական միավորում ստեղծել որովհետեւ ընդդիմությունը համասեր չի ընդդիմության մեջ շատ տարբեր թևեր կան եւ որոնք իրար միջև ունեն նույն կարգի տարաձայնություններ ոնց որ ընդդիմությունը կարող ունենալ իշխանության հետ դա համար պետք չի արհեստականորեն փորձել ընդդիմությունը միավորել մյուս կողմից պետք է լինի մի քանի շատ հասկանալի, իրարից շատ հստակ տարբերվող, բայց մյուս կողմից կարող կայացած ուժեր, որոնք մասնակցում են հետագա համապետական ընտրություններին եւ ընտրողներին կարողանում են այդ իմաստով իսկապես խելամիտ ընտրություն տրամադրել։ Տեսեք, օրինակ Գյումրիում 9 տեխնացու կար, բայց ի վերջո 5 անցան։ Եվ ես կարծում եմ, որ համապետական ընտրություններում էլ մոտավորապես նույն պատկերը լինելու, որ կարող է նույնիսկ 15, 20, 30 ուժ մասնակցի, բայց ի վերջո անցնելու է 5-6 ուժ, որովհետեւ եւս ունենք 4%-անոց շեմ Իդեպ հիշեցնեմ, որ ի տարբերություն թիմ ընտրությունների, որտեղ դաշինքների շեմը 6% է, համապետական ընտրություններում դաշինքների շեմը 8% է։ Ուստի էլ ավելի դժվար է դաշինքով ընտրվելը, այդ իմաստով բոլոր քաղաքական ուժերը պետք է առավելագույնս իրատես լինեն, իրապաշտ լինեն եւ փորձեն միավորվել մեծ, այսպես ասած, խմբավորումների մեջ, որպեսզի կարողանան նորմալ ընտրական հայտ ներկայացնել։ Բայց այդ իմաստով դա կարևոր է, որ դա արվի։ Կարևոր է նաև գիտակցել, որ այո, լինելու է շատ դաժան պայքար, որտեղ խոսքը գնում է ոչ թե զուտ քաղաքականության միջև, այլ մեր երկրի ինքնութենական ընտրության։ Մենք գնում ենք դեպի Թուրքիա, ինչպես է տանում գործող իշխանությունը, թայնամնանիվ այդ անհույս ուղղությունի շրջադարձ են կատարում, փորձում ենք վերադառնալ մեր հայկական ինքնությանը եւ շարունակել կառուցել ազգային պետություն։ Այդ շատ մեծ տարբերություն է, շատ մեծ տարբերություն է, դեպ Գյումրիում էլ մենք դա տեսանք, Փարաքարում ավելի փոքր չափով, բայց Գյումրիում տեսանք, որ իսկապես ընտրությունը նաև դրա շուրջն է տեղի ունենում եւ մարդիկ, որոնք քվեարկում էին գործող իշխանության դեմ, քվեարկում էին, որովհետեւ դեմ էին թուրքացման գործընթացին։ Պարոն Չալաբյան, վերջում կուզեմ անդրադառնանք արցախցիների խնդրին, երկու շաբաթից ավելի ազատության հրապարակում են, հանդիպում են քաղաքական ուժերի նախաձեռնությունների ու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ՀԱԿ-ն նույնպես 3 հանդիպել է, խնդրում եմ ամփոփ ներկայացրեք հանդիպման արդյունքները։ Դե հանդիպման արդյունքները նրանք լուսաբանվել են բավական ընդարձակ։ Ես ընդհանրապես որպեսզի չկրկնվեմ, ասեմ հետեւյալը, որ մեր տեսանկյունից շատ կարևոր է, որ Արցախահայերի պայքարը լինի պայքար սեփական ֆունդամենտալ իրավունքների համար։ Արցախահայերի ֆունդամենտալ իրավունքը դա Արցախ վերադարձի եւ ինքնորոշման իրավունքն է։ Եվ մենք ըստ ամենայնի պատրաստ ենք աջակցելու վերադարձի եւ ինքնորոշման իրավունքին, ինչպես նաեւ օրինակ գերիների վերադարձի իրավունքին, որը մասը դրա։ Բոլոր մնացած հարցերը էսպայն ածանցյալ են
եւ չի կարելի փորձել ինչ որ իմաստով սայլը դնել եզից առաջ, օրինակ փորձել սա այնպես ներկայացնել, որ սա Արցախահայերի պայքարա ինչ որ սոցիալական արտոնությունների համար։ Ոչ ֆունդամենտալ խնդիրը նրանում է, որ գործող իշխանությունը փորձում է թաղել Արցախը, առհավետ թաղել Արցախը, հրաժարվել նրանից, իսկ Արցախահայերը եւ Հայաստանում գործող քաղաքական ուժերը բնակչության ճնշող մեծամասնությունը պետք է կարողանան համախմբվեն եւ թույլ չտան գործող իշխանությանը, որը երբևիցե դրա համար մանդատ չի ստացել, երբևիցե ժողովրդից, բնակչությունից, ընտրողներից դրա թույլտվությունը չի ստացել թաղել Արցախի հարցը։ Դա ամենաառանցքայինն այսօր եւ դրա շուրջն է պետք է համախմբվել։ Շատ շնորհակալ եմ։ Հիշեցնեմ, ես զրուցում էի Հայաքվե նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանի հետ։